Բարի լույս, բարի առավոտ իմ շատ սիրելի հեռուստադիտողներ, Կոտայք հեռուստաընկերության եթերում իր աշխատանքն է սկսում Բարի լույսը։ Այսօր հոկտեմբերի 3-ն է, օրը ուրբաթ, եւ շատ առանձնահատուկ օր է մեր բոլորիս համար, քանի որ այսօր Աբովյանի 62-ամյակն է։ Արդեն 62 տարի է Աբովյանը շնչում է, զարգանում է շնորհիվ աշխատասեր, ստեղծագործ մարդկանց շնորհիվ, եւ այսօր մեր քաղաքի տոնի համար կազմակերպվել է գունեղ եւ հարուստ ծրագիր լի անակնկալներով։ Աբովյանի համայնքապետարանը բոլորիս այսօր 18:30-ին հրավիրում է համայնքապետարանի դիմահայաց հրապարակ միասին նշելու Աբովյան քաղաքի 62-րդ տարեդարձը։ Սպասվում է տոնական մեծ համերգային ծրագիր։ Իսկ ես հիմա սիրելի հեռուստադիտողներ առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, որը նվիրված է մեր սիրելի քաղաքին։ Դիտենք տեսահոլովակը, վերադառնանք եւ շարունակենք հաղորդումը։ Մենք վերադարձանք սիրելի հեռուստադիտողներ եւ նշեմ, որ հոկտեմբերի 5-ը աշխարհում 100-ից ավելի երկրում նշվում է ուսուցչի միջազգային օրը։ Ուսուցիչների նվիրված տոնը նշվում է 1994 թվականից սկսած։ Տոնի գլխավոր առաքելությունը ուսուցիչներին աջակցելն է, համոզելը, որ ուսուցիչները կարողանում են բարելավել ապագա սերնդի պահանջները։ Օրվա ընտրությունը կապված էր այն հանգամանքի հետ, որ 1996 թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ աշխատանքի միջազգային կազմակերպության կողմից հրավիրված համատեղ կոնֆերանսում ընդունվել է ուսուցչի կարգավիճակի հետ կապված ուղեցույցը, վերտարության փաստաթուղթը, ինչն էլ ուսուցիչների աշխատանքը կարգավորող առաջին միջազգային փաստաթուղթն էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների կրթության եւ զարգացման բնագավառում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը եւ գնահատումը։ Այդ առիթով մեր տաղավարում հյուրընկալել ենք Զարեհ Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի տեսական բաժնի վարիչ, սոլֆեջիոյի եւ գրականության ուսուցչուհի Սվետլանա Ուզոնյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհավորում եմ, ճիշտ է, դեռ հոկտեմբերի 5-ը չէ, բայց արդեն ձեզ շնորհավորում եմ տոնի կապակցությամբ եւ այսօր էլ հենց Աբովյան քաղաքի ծննդյան օրն է, նույնպես այդ առիթով ձեզ շնորհավորում եմ։ Շատ շնորհակալություն, ես նույնպես կուզեմ շնորհավորել Աբովյանի 62-րդ տարեդարձի առթիվ համայնքապետին, որ մեծ աշխատանք է կատարել մեր քաղաքի համար եւ մեր դպրոցի համար, եւ ցանկանում եմ այսպես շարունակվի լավ լինի բոլորի համար եւ բնակիչների եւ քաղաքապետի իհարկե եւ մենք էլ պետք է աշխատենք, որ ամեն ինչը նորմալ լինի մեր քաղաքում։ Շատ լավ, Տիկին Ուզոնյան, ձեր կարծիքով ինչ հատկանիշներ են անհրաժեշտ, որպեսզի ուսուցիչը համարվի լավը եւ դեռ սերունդների կողմից հիշվի որպես օրինակելի դաստիարակ։ Առաջի հերթին ուսուցիչը դա առաքելություն է։ Ուսուցիչը պետք է երեխայի նկատմամբ լինի վերին աստիճանին բարի եւ լավ տրամադրված, չէ՞ որ դրանք մեր երեխաներն են։ Մենք պետք է երեխային կրթենք եւ ոչ միայն կրթենք, երեխային նաեւ պետք է դաստիարակենք։ Երեխայի նկատմամբ պետք է բարյացկամ լինել։ Պետք է այնպես անել, որ երեխան կարողանա հասկանալ քեզ։ Դասը երբ որ սկսվում է, պետք է այնպես անել, որ երեխայի ուշադրությունը գրավել։ Երբ որ գրավում ես երեխայի ուշադրությունը, դա բերում է իր արդյունքը։ Երեխան սկսում է հետաքրքրվել առարկայով, սովորել։ Այսինքն կարող ենք ասել, որ ոչ միայն դաս սովորեցնելուց, այլև շատ կարևոր է երկու ուսանողի եւ ուսուցչի միջեւ փոխադարձ վստահությունը եւ մարդկային հարաբերությունը։ Դա պարտադիր է։ Երբ որ երեխան չի լսում ուսուցչին, դա կորած դաս է։ Ուսուցիչը պարտավոր է այնպես անել, որ գրավի երեխայի ուշադրությունը։ Դա արդեն երեխան պետք չի որ անի, պետք է ուսուցիչը աշխատի իր վրա, որպեսզի ներկայանա աշակերտին այնպես, որ կարողանա գրավել։ Իսկ ձեր կարծիքով որքանով է այսօր գնահատված ուսուցչի աշխատանքը մեր երկրում։ Գնահատված է բավարար չափով, այո, բավարար չափով գնահատված է, դե իհարկե ուսուցիչներն էլ պետք է աշխատեն իրենց վրա
եւ գնահատեն այն, ինչ որ արվում է ուսուցչի համար։ Պետք չի միշտ փնտրել վատը, պետք է փնտրել նաև լավը։ Երբ որ խոսում էինք ուսուցչի եւ աշակերտների միջև փոխադարձ վստահության եւ նաեւ մարդկային հարաբերությունների մասին, դրա մասին է խոսում նաեւ ձեր փորձը, որ այսքան երկար տարիներ դեռ շարունակում եք եւ դասավանդում եք։ Մի փոքր անդրադարձ եւ հետհայացք եմ ուզում նետենք ձեր անցած ուղուն, ինչպես սկսվեց ձեր ճանապարհը այս երաժշտության աշխարհում եւ հետագայում նաեւ ընտրեցիք արդեն մանկավարժի մասնագիտությունը։ Մանկուց շատ եմ սիրել երաժշտություն։ Դե քաղաքում բոլորը գիտեին, քաղաքը մեր փոքր էր եւ 6 տարեկանից նվագում էի։ Սերս դեպի երաժշտությունը շատ մեծ էր։ Հետո սովորեցի երաժշտական դպրոց, շարունակեցի, ավարտեցի եւ հենց ավարտել եմ, սկսել եմ աշխատել։ Ամեն անգամ մտնելիս դասարան ես ինձ միշտ երիտասարդ եմ զգում։ Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը։ Սիրում եմ անընդհատ աշխատել, երեխային տալ եւ ամենամեծ ինձ համար հաճույքը նա է, որ երեխան հասկանում է այն, ինչ որ ես մատուցում եմ։ Դա ամենակարևորն է իմ համար։ Ես ուրախանում եմ յուրաքանչյուր երեխայի առաջընթացի համար։ Երևի դա է բերում հաջողություն։ Իսկ ձեր ժամանակ, երբ որ դուք սովորում եք, ո՞րն է եղել ձեր կյանքում ամենակարևոր դասը, որ ստացել եք ձեր ուսուցչից եւ հիմա ցանկանում եք փոխանցել այս սերնդին, ներկայիս սերնդին։ Բարիությունը։ Բարիությունը երեխայի մեջ միայն տեսնել լավը։ Վատ երեխա չկա։ Կա միայն երեխաներ, որոնք մի փոքր ավելի կամակոր են, որոնց պետք է ավելի շատ ուշադրություն դարձնել։ Եվ նրանք էլ երևի թե կարիքը ունեն դրա, ուշադրության կարիքը ունեն, եւ ուսուցիչը աշակերտի աչքերում պետք է լինի երկրորդ մայր, ինձ թվում է, որպեսզի կարողանաս երեխային դեպի քեզ վստահություն ձեռք բերես երեխայի մոտ։ Դա ամենակարևոր բանն է։ Իսկ հետագայում ինչու ընտրեցիք հատկապես դասավանդել սոլֆեջո, ինչու՞մ է դրա կարևորությունը, որ երեխաները պետք է սովորեն։ Սոլֆեջոն իմ համար մի ուրիշ աշխարհ է։ Դա երաժշտության մեջ ես գտնում եմ կարևորագույն ստեղն է երաժշտության, որովհետև դրանից է սկսվում ամեն ինչը։ Քերականությունը, այսպես ասենք, սովորական լեզվով, քերականությունը դա սոլֆեջոն է։ Երեխան պետք է սովորի սոլֆեջո, լավ սոլֆեջո իմացող երեխան բավականին լավ կատարող է լինում։ Այն երեխան, ով սոլֆեջո լավ չգիտի, լավ կատարող չի կարող լինել։ Բացի դրանից, եթե մենք խորը նայենք, այն երեխաները, ովքեր հաճախել են երաժշտական դպրոց, այնուհետև պարտադիր չի երեխան շարունակի։ Դա շատ մեծ ստիմուլ է առաջինը երեխայի համար եւ զարգացման համար։ Երաժշտությունը մեծ դեր է խաղում մարդու կյանքում։ Թեպետ չեք զգում, բայց եթե մտնեք դպրոց, ասենք 6-րդ, 7-րդ դասարան, դուք անմիջապես կնկատեք երեխաներ, որոնք մեկ ուրիշ ձև վարվելակերպ ունեն եւ հարգանքի նշան նրանց կողմից ուրիշ ձև է։ Նրանք ուրիշ ձև են մտածում, այսինքն ուղեղը բավականին զարգանում է։ Լինի դա բժիշկ, լինի ճարտարապետ, որը որ անցել է երաժշտական դպրոցի ուղին, նա միևնույն է տարբերվելու է մնացած բժիշկներից եւ ճարտարապետներից։ Ես իսկականից դա ոչ թե ես եմ ասում, այլ գիտնականներն են արդեն բանարել, որ երաժշտությունը բավականին մեծ դեր է խաղում մարդու կյանքում եւ զարգացման, ուղեղի զարգացման, եւ ասում են, չէ, Ալցհեյմերի հիվանդություն գրեթե չեն տառապում երաժշտությամբ զբաղված երեխաները, որովհետև ուղեղը բավականին լավ զարգանում է։
ուղեղի զարգացման եւ ընդհանուր նաեւ հուզականության զարգացման համար շատ կարեւոր է լսել երաժշտություն, բայց նաեւ ճիշտ երաժշտություն լսել։ Այ փոքր տարիքից սկսած ինչ երաժշտություն է պետք, որպեսզի երեխաները լսեն, որպեսզի եւ ճիշտ դաստիարակվեն եւ նաեւ մտավոր ունակությունները ճիշտ զարգանան։ Երաժշտություն բոլորը լսում են, բոլորը սիրում են երաժշտություն։ Սակայն կա երաժշտություն, որը որ զարգացնում է եւ անգամ ստրեսից է անում։ Դա կլասիկ երաժշտությունն է։ Չես կարող պարտադրես լսել բոլորին կլասիկ երաժշտություն, որովհետեւ երաժշտությունը պետք է նաեւ հասկանալ։ Սեր տածել, դա մենք սերմացնում ենք մեր աշակերտների մեջ։ Երաժշտական գրականության ժամերին մենք ոչ թե միայն սովորում ենք կոմպոզիտորների ստեղծագործությունների մասին, այլ նաև լսում ենք այդ ստեղծագործությունները, վերլուծում ենք ստեղծագործությունները, երեխան սովորում է երաժշտություն լսել։ Լսելը դա մեծ աշխատանք է, որ մարդը, եթե ես լսում եմ երաժշտություն, ես դիմացինին ճիշտ եմ հասկանում։ Ես սովորում եմ մարդուն լսել եւ աջակից լինել։ Դա երաժշտության շնորհիվ է։ Ճիշտ երաժշտություն ես չեմ կարող ասել պարտադրել ինչ-որ մեկին այս երաժշտությունը լսել։ Դա արդեն ճաշակի հարց է։ Իսկ երբ որ շփվում եք երեխաների հետ, ովքեր որ թեկուզ տարբեր ընտանիքներից են դուրս գալիս եւ գալիս են մեկտեղ հավաքվում են, տարբեր ճաշակներ ունեն, ինչ եք նկատում ներկայիս սերունդը եւ ձեր ժամանակ, երբ որ դուք եք սովորում, ինչ տարբերություններ կան եւ հիմնականում սիրում են դասական լսել հատկապես փոքր երեխաները եւ ներկայիս սերունդը։ Սիրում են, երևակայեք սիրում են։ Սիրում են լսել դասական երաժշտություն եւ կապ չունի մեծ սերունդը, միջին թե նոր այս մեր սերունդը, բոլորն էլ լավ էլ լսում են դասական երաժշտություն եւ աշխատում են սովորել։ Ձգտումը դեպի ուսումը ես նկատել եմ, որ երեխաների մոտ շատ կա։ Երաժշտություն են լսում, հետո դպրոցները շատ են օգնում, դպրոցները տանում են, ասենք, օպերայի լսելու, լսում են երեխաները, թեպետ այդպես էլ չեն հասկանում, ոնց որ երաժշտական դպրոցի երեխաները, սակայն դա բավականին օգնում է հետագայում, ասենք, մտնել երաժշտական աշխարհ, լսել երաժշտություն, գնալ սիմֆոնիկ երաժշտություն լսել, դե պետք է մի քիչ էլ կրթություն ունենան երաժշտական, որ ճիշտ ընկալել դա։ Տիկին Ուզունյան, դուք դասավանդում եք սոլֆեջը, որը կարող ենք համարել նաև երաժշտության, այսպես ասած, այբուբեն է, կարևոր եւ շատ նաև համարում է, որ ամենադժվարն է այն սովորելը եւ ամենաբարդը։ Ինչպես եք անում, որ երեխաները եւ հեշտ ընկալեն եւ նաև հաճույքով սովորեն։ Առաջի հերթին աշակերտը, որը մտել է առաջի դասարան, պետք է երեխայի մեջ սերմացնել, որ ես ուսուցիչ եմ, որը որ ուզում է երեխային սովորեցնել։ Երեխան վախի զգացում չպետք է ունենա ուսուցչից։ Բոլորովին պետք է ստեղծել պայմաններ, որ երեխան երբ որ չի հասկանում դասը, կարողանա շատ հեշտ ասել. «Ընկեր Ուզունյան, ես դասը չեմ հասկացել»։ Ու ուսուցչի դեմքի արտահայտությունը երբեք չփոխվի։ Նա պետք է ոչ թե մի անգամ, այլ 3 անգամ բացատրի դա։ Մի երեխա շուտ է հասկանում, մեկը 2 անգամից հետո է հասկանում, բայց շատ լավ է հասկանում։ Հետո ասեց, որ չի հասկանում։ Այո, մեծ համբերություն է անհրաժեշտ։ Ուղղակի պետք է համբերությամբ ամեն ինչը եւ վստահությունը, ես ասում եմ, երեխա աշակերտ, կապը պետք է վստահ լինի երեխան, որ ուսուցիչը ոչ թե եկել է, որ դաս հարցնի, որ ցածր թվանշան դնի, ոչ, ուսուցիչը եկել է կրթություն տալու, որ երեխային սովորեցնի երաժշտությունը լսել, սովորել սոլֆեջը, որովհետև դա նոտաները պետք է կարդալ, սովորել, տևողություն սովորել բարդ ստեղծագործությունները լսել, ընկալել, դա արդեն մեր առաքելությունն է, երեխային պետք չի նայել, որ երեխան եկել է
ուրեմն եթե ես ասեցի չհասկացավ, դրանով վերջ։ Ոչ, մենք պետք է մի բանը մի քանի անգամ ասենք, որ երեխան հասկանա։ Դա մեր առաքելությունն է, մենք պարտավոր ենք դա անել։ Տիկին Ուզունյան, ձեր երկարամյա գործունեության ընթացքում բազմաթիվ ուսանողներ են ձեր ձեռքի տակով, այսպես ասած, անցել, կան ուսանողներ, որ հասել են մեծ հաջողությունների եւ հպարտության տեղիք են տալիս ձեզ համար։ Այո, ունեմ աշակերտներ, որոնք սովորել են երաժշտական դպրոցում, իմ աշակերտները ավարտել են կոնսերվատորիան, հիմա օպերայում երգչուհիներ են, բավականին մեծ հաջողություններ ունեն, ինձ հետ են աշխատում, իմ սաները հիմա արդեն մենք կոլեգաներ ենք, կապը շատ մեծ է, ավարտում են երեխաները ու գալիս են տեսակցության մեծ կարոտով, նստում են իրենց նստարանին, հիշում են ու անընդհատ է դա, ոչ թե ասենք մեկը երկուսը, ունեցել եմ անգամ դասարաններ, որոնք 10 տարի անընդհատ ամեն նոր տարվա գիշեր մեր տանն էին, շնորհավորում էին, ես ոչ մի երեխայի չեմ մոռացել, այս 45 տարվա ընթացքում ոչ մի երեխայի, ոչ ազգանուն եմ մոռացել, ոչ երեխային, ես իրենց բոլորին սիրում եմ, ինչպես սիրում եմ իմ երեխաներին, կապը բավականին մեծ է։ Իսկ կան ուսանողներ, ովքեր որ ավարտել են, հետ են վերադարձել եւ աշխատում են հիմա դպրոցում որպես Այո, իմ գոլեգաները հիմա ինձ հետ աշխատում է իմ աշակերտուհին, որ ընտրել է հենց իմ մասնագիտությունը, հա, ունեմ աշակերտներ, որոնք դաշնակահարներ են, նորից աշխատում են ինձ հետ։ Իսկ հիմա շատ դպրոցներ մեծ տեղ են տալիս երիտասարդ սերնդին, երիտասարդ ուսուցիչներին, դուք որքանով եք նրանց աջակցում եւ որն է այն գաղտնիքը, որ այսքան տարի դեռ շարունակում եք աշխատել, պահպանել ձեր դիրքերը եւ դասավանդել նոր սերնդին։ Եվ որքանով եք օգնում նաեւ ներկայիս ուսուցիչներին։ Ներկայիս ուսուցիչները բավականին պատրաստված են գալիս երաժշտական դպրոց։ Ողջունելի է դա, սակայն դասավանդելը դա մեկ ուրիշ պրոցես է, կրթություն ունենալը, գիտելիք ունենալը մեկ բան է, իսկ դասավանդելը մեկ այլ բան է, որ մենք պետք է սովորեցնենք այս նոր սերունդին, որպես ուսուցիչ, որպես մանկավարժ արդեն վերաբերվել աշակերտներին, ոչ թե միայն լոգ, սոլֆեջո առարկան, այլ նաև վերաբերմունքը աշակերտների նկատմամբ։ Ինչ որ բաց դասեր ենք անցկացնում, բավականին հաճախ, ասենք թերություններն ենք շտկում, կարող է գիտելիքների առումով ուսուցիչը բավականին պատրաստված լինի, սակայն կա բաներ, որ պետք է, ասենք, մեծ սերունդը մի փոքր աջակցի, եւ դա արվում է։ Իսկ կան խնդիրներ, որ դուք հիմա նկատում եք դպրոցներում, երաժշտության դասավանդման մեջ, որ կարելի է շտկել եւ ել ավելի լավացնել։ Մեր դպրոցում ոչ, բավականին մեծ եռուզեռ է մեր դպրոցում։ Երաժշտական դպրոցի սպეციფիկան մի փոքր այլ է, որովհետեւ յուրաքանչյուր երեխա ուշադրության կենտրոնում է։ Բավականին մեծ աշխատանք է կատարում մեր տնօրինությունը։ Յուրաքանչյուր երեխան, տնօրենը, ուսմասվարը տեղյակ են ամեն ինչից։ Ոնց է սովորում, ոնց է հաճախում, օգնել է պետք, ինչպես է օգնել պետք, դա շատ կարևոր բան է։ Եվ մեր դպրոցը ոնց որ մի ընտանիք լինի։ Հիմա կասեք բոլորը դա ասում են, ոչ, իրոք ոնց որ մեկ ընտանիք լինի։ Ես այսքան տարի աշխատել եմ, ես չեմ տեսել մեկը մյուսին ինչ որ վատ վերաբերմունք կամ չօգնի, չաջակցի ինչ որ բանով։ Միշտ տնօրենը, ուսմասվարը միշտ պատրաստ են եւ ուսուցիչները մեկը մյուսին։ Դա բավական մի մեծ համերաշխ ընտանիք է։
Տիկին Ուզունյան, մեր զրույցը ամփոփելով ինչ մաղթանք ունեք ձեր սաներին, ձեր գործընկերներին, տոնի հետ կապված, կարող եք նաև շնորհակալություն հայտնել։ Ցանկանում եմ առաջի հերթին խաղաղ երկինք։ Ցանկանում եմ, որ բոլոր ուսուցիչները գնահատված լինեն։ Ցանկանում եմ, որ աշակերտ ուսուցիչ կապը երբեք չկտրվի։ Դա ուսուցչի համար օդի ջրի նման մի բան է։ Կողքից դա չի զգացվում, բայց ուսուցիչը շատ ունի տվյալ աշակերտի կարիքը։ Մենք սիրում ենք մեր աշխատանքը։ Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին տոնի կապակցությամբ։ Ցանկանում եմ, որ ամբողջ կյանքում իրենք ուշադրության կենտրոնում լինեն, սիրված եւ գնահատված։ Շնորհակալ եմ Տիկին Ուզունյան հետաքրքիր զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ ձեզանից։ Սիրելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ, որ այսօր զրուցում էինք Զարե Սահակյանցի անվան երաժշտական դպրոցի տեսական բաժնի վարիչ եւ սոլֆեջիոյի գրականության ուսուցչուհի Սվետլանա Ուզունյանի հետ։ Այս պահին առաջարկում եմ դիտենք տեսահոլովակ, վերադառնանք եւ շարունակենք մեր հաղորդումը։ Երբ խոսում ենք հայ մեծարվեստի մասին, կա անուն, որը արտաբերում ենք հպարտությամբ ու սիրով։ Հոկտեմբերի 3-ին հայ մեծանուն դերասան Արմեն Ջիգարխանյանի ծննդյան օրն է։ Արմեն Ջիգարխանյանը բեմի եւ կինոյի հսկան էր իր ձայնով եւ դերասանական խաղով։ Սիրելի հեռուստադիտողներ, հիմա առաջարկում եմ դիտենք պատրաստված տեսանյութը սիրված դերասանի կյանքի եւ գործունեության մասին։ Արմեն Ջիգարխանյան դերասան, ով իր կարիերայի ընթացքում մարմնավորել է ավելի քան 250 կերպար, դարձնելով իրեն ոչ միայն հայ, այլև խորհրդային ու ռուսական կինոյի լեգենդ է։ Արմեն Ջիգարխանյանը ծնվել է 1935 թվականի հոկտեմբերի 3-ին Երևան քաղաքում։ Թեև նա մեծացել է ռուսալեզու միջավայրում եւ սովորել ռուսական դպրոցում, բայց տիրապետել է թե հայկական, թե ռուսական մշակույթի այբուբենին։ Դպրոցական տարիներից արդեն հրապուրվել էր թատրոնով եւ կինոյով։ Դպրոցը ավարտելուց հետո ուղևորվեց Մոսկվա եւ փորձեց ընդունվել գիտիս։ Ինստիտուտ ընդունվել նրան չհաջողվեց, վերադարձավ Երևան եւ աշխատանքի ընդունվեց Հայ ֆիլմ կինոընկերությունում որպես օպերատորի օգնական։ Առաջին անգամ դերասանը բեմ է բարձրացել 1955 թվականի հունվարին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում Գուսիևի Իվան Ռիբակով պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ։ 1967 թվականին Անատոլի Էֆրոսը դերասանին հրավիրում է Մոսկվայի Լենինյան Կոմսոմոլի անվան թատրոն, իսկ 1969 թվականին Ջիգարխանյանը սկսում է խաղալ Անդրեյ Գոնչարովի մոտ Մոսկվայի Մայակովսկու անվան թատրոնում։ Կինոյում դերասանը իր նորամուտը նշել է 1960 թվականին Փլուզում ֆիլմում Հակոբի դերակատարմամբ, իսկ հանրաճանաչություն Արմեն Ջիգարխանյանին բերել է նրա լավագույն դերակատարումներից մեկը գերիտասարդ գիտնական ֆիզիկ Արտյոմ Մանվելյանի դերը Ֆրուզե Դովլաթյանի «Բարև ես եմ» ֆիլմում։ Ջիգարխանյանը կերտել է այնպիսի դերեր, ինչպիսիք են Դարփին Վարպետ Մուկուչը Եռանկյունիում, Լևոն Պողոսյանը երբ գալիս է սեպտեմբերը դրամայում։ Բացասական կերպարի դերակատարումներից հանդիսատեսի մոտ առավել հիշարժան է Սև կատու ավազակախմբի Կուզիկ Պարագլուխ Կարպի դերակատարումը հանդիպան վայրը փոխել չի կարելի ֆիլմում։ Խորհրդային մշակույթի զարգացման գործում մեծ ավանդի համար Արմեն Ջիգարխանյանը արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական դերասանի պատվավոր կոչմանը եւ պարգեւատրվել է կառավարական շքանշաններով։ Նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաշատ նկարահանվող ռուսական դերասան։ Ես բեմ եմ բարձրացել, որ հավատալ տամ, որ սուտը հնարավոր է խաղալ այնպես, որ դառնա ճշմարտություն։ Արմեն Ջիգարխանյան։
Քոբայրի վանքը գտնվում է Լոռու մարզում, Քոբայր գյուղի մոտակայքում, բարձր ու դժվարանցանելի ժայռափոսում։ Վանքը հիմնադրվել է 1171 թվականին Կյուրիկյան տոհմի Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի նախաձեռնությամբ։ Քոբայրի վանքը աչքի է ընկնում իր ճարտարապետական յուրահատկությամբ, որը համապատասխանում է հայ միջնադարյան արվեստի բարձր չափանիշներին։ Այստեղ մեծ է եղել Զաքարյան հարստության ազդեցությունը, հատկապես 12-ից 13-րդ դարերում։ Իսկ վանքի պատմության մասին ավելի մանրամասն կիմանանք, եթե դիտենք պատրաստված տեսանյութը։ Միջնադարի աչքի ընկնող պատմաճարտարապետական հուշարձաններից մեկն է Քոբայրը։ Ամրակուր ժայռերով շրջապատված վանքի պատմությունը կապված է հայկական միջնադարյան նշանավոր երկու տների՝ Կյուրիկյան ճյուղի և Զաքարյան տոհմի վրացադավան ներկայացուցիչների հետ։ Անվան ծագումը կապված է այր բառի հետ։ Վանական համալիրը եղել է միջնադարյան Հայաստանին կարևոր մշակութային կենտրոններից մեկը։ Նրա հետ է կապվում 12-րդ դարի նշանավոր մատենագիր Դավիթ Քոբայրեցու գործունեությունը։ Պատերին կան մեծ թվով հայերեն և վրացերեն արձանագրություններ։ Վրացերեն արձանագրությունների առկայությունը կապված է այն փաստի հետ, որ 13-րդ դարի կեսերին վանքը Կյուրիկյաններից անցնելով Զաքարյաններին վերածվում է քաղաքեդոնական եկեղեցու։ Վանքը բաղկացած է 3 եկեղեցուց՝ զանգակատուն տապանատնից, սեղանատնից, մատուռներից, խաչքարներից, պարսպապատի մնացորդներից։ Պատերը հիմնականում կառուցված են բազալտից և ամրեցված են կրաքարով։ Վանքի գլխավոր եկեղեցին գտնվում է հուշարձանախմբի հարավ-արևելյան կողմում, կիսավեր վիճակում է։ Ունի 2 մուտք՝ հյուսիսային և արևմտյան կողմերից։ Խորանը ունի 2 շարքում տեղադրված 5 պատուհան։ Խորանի վրա և բեմի հյուսիսային պատին պահպանվել են որմնանկարներ, որոնք հիացնում են իրենց նրբագեղությամբ։ Խորանի որմնանկարները կազմում են 3 շարք, դրանցից վերևինում պատկերված է Աստվածամայրը մանկան հետ, որի 2 կողմում հրեշտակներն են։ Խորանի որմնանկարները արված են նույն հորինվածքով, ինչ մեծ եկեղեցու խորանինը։ Ըստ պատերին պահպանված արձանագրությունների եկեղեցին կառուցվել է Կյուրիկե Բ թագավորի դուստր Մարիամի կողմից 1171 թվականին։ Եկեղեցուն կից կան մի քանի փոքր մատուռներ։ Գլխավոր եկեղեցու հյուսիսային մասում ավելի բարձր տեղադրությամբ գտնվում է զանգակատուն տապանատունը։ Զանգակատնից ընդամենը 2,5 մետր հեռավորության վրա գտնվում է վանքի սեղանատունը։ Այն իրենից ներկայացնում է ուղղանկյուն ընդարձակ դահլիճ։ Քոբայրում պահպանվել են եզակի որմնանկարներ, որոնք համարվում են հայ միջնադարյան արվեստի բարձրագույն օրինակներից մեկը։ Դրանք արված են բյուզանդական ազդեցությամբ, ինչը հազվադեպ է հայկական վանքերում։ Այստեղ է թաղված Զաքարե Զաքարյանի մորաքրոջ որդին, ինչը վկայում է վանքի կարևորությունը Զաքարյանների համար։ Քոբայրն ունեցել է դպրատուն և մատենադարան։ Վանքի տարածքից բացվում է շշմեցնող տեսարան Տեպետի ձորի ուղղությամբ։ Դրա աշխարհագրական դիրքը վկայում է ոչ միայն հոգևոր, այլև պատմական նշանակության մասին։ Իմ շատ սիրելի հեռուստադիտողներ ջան, եւս մեկ անգամ շնորհավորում եմ մեզ բոլորիս մեր քաղաքի տոնի կապակցությամբ, ձեզ մաղթում եմ հաճելի հանգստյան օրեր, իսկ մենք արդեն կհանդիպենք երկուշաբթի։ Հաջողություն։